Պարոն վարչապետ, այսօր Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում հայտարարել է, որ բացառիկ իրավիճակ է ընդդիմության համար կա բավականին լայն դաշտ թեզերի սինխրոնացման եւ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է։ Ընդդիմությունը կարծեք թե երկու սցենար է քննարկում՝ Գյումրու սցենարը եւ Քոչարյանի ասած սցենարը, կխնդրեմ մեկնաբանել։ Թող քննարկեն։ Անվարչապետ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում 3 մտահոգություններ էր հնչել, որ իշխանություն եկեղեցի առճակատման մասին, արդյոք այս փաստը, որ արդեն եւ եվրոպացի պատգամավորը նշել էր, որ ժողովրդավարության մարդու իրավունքների ոտնահարում չէ, արդյոք երբ եպիսկոպոսները ձերբակալվում են, արդյոք այս հարցը մտահոգիչ չէ մեր համար, երբ արդեն միջազգային հարթակներում է քննարկվում եւ որքանով է իրականությանը համապատասխանում Արարատ Միրզոյանի պատասխանը, երբ չկա դատական կայացրած ակտ, բայց նա վստահ այսպես ասում է, որ հոգեորականները փորձել են զավթել իշխանությունը եւ սպանել իրեն։ Այսքանը։ Նախ մենք միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է։ Երկրորդը, չկա եկեղեցի պետություն հակամարտություն, ինչպես դուք նշեցիք, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, եւ մենք բոլոր հնարավոր միջոցները թույլատրելի եւ օրինական ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։ Կան փաստեր։